ինչ իրավիճակ է ձեր տեղի կառույցների ինչ տեղեկություններ են փոխանցում նաև հայ համայնքի վերաբերյալ ուժասներ կան հայերի շրջանում, արդյոք ցանկություն կա նախագծելու Հայաստան, այսինքն գաղթի որոշակի նախանշաններ տեսնում եք թե ոչ, եւ ինչպես է գնահատում Հայաստանի գործողությունները ստեղծված իրավիճակում։ Տեսեք, առաջին օրվանից շնորհակալություն հարցի համար, առաջին օրվանից մենք անընդհատ կապի մեջ ենք Իրանի մեր ընկերների, մեր կառույցի ներկայացուցիչների, ազգային կառույցի ներկայացուցիչների հետ պարբերաբար տեղեկություններ ստանում են, գիտեք նաև 3 ռմբակոծության հետևանքով վնասվել էր Ալիք օրաթերթի շենքը, վստահեցնում եմ, որ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա, բայց բնականաբար երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, մենք ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ եւ կա շատ մեծ մտահոգություն։ Մտահոգությունը նաև կա ոչ միայն Իրանում գտնվող մեր հայրենակիցների համար, այլ առհասարակ մեր բարեկամ եւ հարևան երկրում տեղի ունենում լայնամասշտաբ ռազմական գործողություններ եւ այս իմաստով նաև կա շատ մեծ մտահոգություն Հայաստանի անվտանգության իմաստով։ Արդյոք այս իշխանությունները այդ ուղղությամբ ձեռնարկում են համապատասխան քայլեր այդ սպառնալիքները չեզոքացնելու կամ մեղմելու ուղղությամբ, նայելով սրանց անցնող 7 տարվա գործունեությունը, սրանք ունեն ձախողման, պարտության, ասած մի անհաջողությունների պատմությունը։ Այս իրավիճակում հնարավոր քայլեր ձեռնարկում են թե ոչ, հանրային կերպով դա չի երևում, իսկ ներքին աշխատանք կա թե չէ դժվարանում են ասել, ու այդ վստահությունը Գիտեք, նախ այս սպառնալիքը տարածաշրջանում եւ այս պատերազմի խոսակցությունը չպետք է առնվազն այս իշխանությունների համար անակնկալ լիներ, որովհետեւ տարբեր բելություններով կանխատեսվում էր այն ինչ որ տեղի ունենում է։ Հիմա ես չգիտեմ, արդյոք այն աշխատանքը, որ անհրաժեշտ էր մեր սահմանների պաշտպանության, այս վտանգները նկատի ունենալով տարբեր էսկալացիաների այս իշխանությունները ձեռնարկել են եւ դրա ուղղությամբ համապատասխան աշխատանք արել են։ Այդ աշխատանքները պետք է լինեին այս ուղղությամբ, որովհետեւ այո, այդ վտանգը առնվազն Սյունիքի մասով կամ Նախիջևանի ուղղությամբ կա։ Հիմա արդյոք այս իշխանությունները դա կանխման համար համապատասխան քայլեր արել են, վստահ չեմ։ Այսինքն եթե անեին, այդ ուղղությամբ պետք է անեն։ Այո, այդ մտահոգությունը անշուշտ կա եւ նաեւ կա շատ մեծ մտահոգություն մեր բարեկամ եւ դաշնակից Իրանը հնարավոր է ներկայացվի շատ խոշոր կոնֆլիկտի մեջ եւ դա ունի նաեւ իր սպառնալիքները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որը կբերի տարածաշրջանում անկայունության, իսկ դրանից չենք բացառում, որ բնականաբար կփորձի օգտվել Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարբեր պատրվակներով նոր ագրեսիա իրականացնելու համար։